TVին լայնածավալ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ։ Ինչպես նշվել է, Կարապետյանի եւ Փաշինյանի միջև հակամարտությունը խորը արմատներ ունի։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վաղուց են տարված ԵՄ-ին անդամակցելու գաղափարով։ Բրյուսելը հավանաբար Երևանին է հրամցրել պահանջների բնորոշ փաթեթ, ավանդական արժեքներից հրաժարում, հաստատված տնտեսական կապերի քանդում եւ այլն։ Փաշինյանը միանգամից հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա, անվանելով այն Չուլան։ Կարապետյանը պաշտպանել է եկեղեցուն, ինչին Փաշինյանն արձագանքել է խիստ բուռն, ասված է ռեպորտաժում։ Նշվել է նաև, որ աշխարհի հսկայական հայկական սփյուռքը եւս վրդովված է գործարարի ձերբակալությունից։ Կարապետյանին ազատ արձակելու պահանջներ են հնչում Բեյրութից, Փարիզից, Բելգրադից, Ստամբուլից եւ Մոսկվայից։ Իզվեստիան գրել է. Փորձագետների կարծիքով հայ առաքելական եկեղեցու հոգեվարականության վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները կարող են նոր բողոքի ցույցեր առաջացնել հանրապետությունում։ Իզվեստիայի հետ զրույցում փորձագետ Միլան Լազովիչը նշել է, որ կառավարության եւ եկեղեցու միջև պարակտումն ակնհայտորեն կխորանա։ Երկխոսություն հաստատելու նախադրյալներ դեռևս չկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին II կաթողիկոսի միջև հակամարտությունը դարձել է շատ լայն եւ բացահայտ։ Կարծում եմ, որ Գալստանյանի կալանավորումը եւս մեկ կաթիլ է ընդդիմության համբերության բաժակի մեջ։ Բողոքի ցույցեր հնարավոր են, ոչ թե կոնկրետ Գալստանյանի պատճառով, այլ ընդհանրապես Փաշինյանի քաղաքականությունից դժգոհության պատճառով։ Իսկ AP News-ը ընդգծել է, որ Բագրատ Գալստանյանի ձերբակալությունը մեկ շաբաթվա մեջ Փաշինյանին դիմախոսի ձերբակալության արդեն երկրորդ դեպքն է։ Գործակալությունն ընդգծել է, որ չնայած տարածքային զիջումը շարժման հիմնական խնդիրն էր, այն ընդլայնվել է, ընդգրկելով 2018 թվականին իշխանության եկած Փաշինյանի վերաբերյալ բողոքների լայն շրջանակ։